երեք անգամ, որպեսզի լրիվ համապատասխանեի այդ անգլիական, մանկական վեպի վերնագրին 1 րոպե։ Գյումրիում տեղի ունեցավ 26-րդ համահայկական ինտելեկտուալ փառատոնը, Հայաստանի ամենահին եւ ամենակայացած ինտելեկտուալ մրցաշարերից մեկը, որը տարիների ընթացքում պահպանել է իր ավանդույթը։ Փառատոնի կազմակերպիչների խոսքով 26-րդ անգամ անցկացումը պարզապես թիվ չէ։ Այս մրցաշարն էական դեր է ունեցել, որ ինտելեկտուալ խաղերի մշակույթը դուրս գա մայրաքաղաքի սահմաններից։ Փառատոնը մեծապես նպաստել է, որ նոյեմբերյանում ձևավորվի ինտելեկտուալ շարժումը, Գորիսում ձևավորվի, Հրազդանում, Սպիտակում եւ այլ քաղաքներում, բացի այն կենտրոններից, որոնք արդեն կային։ Այս տարվա փառատոնը միանգամից մի քանի նորույթներ ուներ։ Առաջին անգամ այն անցկացվեց երկօրյա ձևաչափով։ Առաջին օրը մրցեցին դպրոցական եւ քոլեջների թիմերը, երկրորդ օրը պրոֆեսիոնալներն ու մեծահասակների հավաքականները։ Մասնակցությունը լայն էր ոչ միայն տարիքային, այլև աշխարհագրական առումով։ Գյումրու թիմերին միացել էին Երևանից, Արագածոտնի մարզից, Դիլիջանից ժամանած մասնակիցները։ Առաջին անգամ չի, որ մասնակցում ենք այս խաղին, շատ անգամներ մասնակցել ենք, ունենք հաջողություններ։ Մենք մարտական տրամադրությամբ ենք եկել, պատրաստվում ենք հաղթել ու իսվը լավ տրամադրված ու հույսերը բարձրեց։ Այս տարի փառատոնին մասնակցեցին մոտ 20 թիմ, որոնցից գրեթե ոչ մեկը պատահական չէր հայտնվել մրցաշարում։ Թիմերը նվաճել են մասնակցելու իրավունք։ Տարվա ընթացքում անցկացվել է Գյումրու բաց առաջնություն, որին մասնակցել են նաև Շիրակի մարզի թիմեր, դա մենք նույնպես խրախուսում ենք Ամասիայի թիմ, Աշոսկի թիմ, Ազատանի թիմ եւ այլ համայնքների թիմներ։ Կազմակերպիչների համոզմամբ այս ձևաչափը մասնակիցներին դուրս է բերում ստանդարտ մտածողության շրջանակից։ Բոլոր հարցերը տրամաբանական հարցեր են։ Հարցերը ամենատարբեր ոլորտներից են եւ ամենատարբեր տեսանկյուններից մոտեցումներով։ Շատ լավ առիթ է, որ մեր մասնակիցները հիմնականում երիտասարդներ են, կարողանան իրենց գիտելիքները ցույց տալ, փորձել։ Մի քանի կարևոր հանգամանք կա, առաջինը, որ միշտ Գյումրիում է կազմակերպվում տարեվերջին, երկրորդը, որ ոչ մեկը չի կասկածում կազմակերպիչների օբյեկտիվության վրա, եւ երրորդը, որ միշտ բոլորը գնացել են, շատ կարևոր հանգամանք է։ Խորանարդ ինտելեկտուալ կենտրոնի կողմից կազմակերպված փառատոնի գործում իրենց աջակցությունն են ցուցաբերել մի շարք կառույցներ եւս, այդ թվում կազմակերպությունը, Գյումրու Ռոտարի ակումբը եւ այլն։ Մենք շատ ենք կարևորում ինտելեկտուալ փառատոնները, այդ պատճառով երևի արդեն 10-15 տարի մենք հովանավորներից մեկն ենք, ինչ որ երբ խաղի, խորանարդ ակումբի շատ ուրախ ենք, որ փառատոնը դարձել է ավանդական։ Փառատոնին երկարամյա մասնակցություն ունեցող խաղացողները եւս վստահեցնում էին միջոցառման ուժը կայանում է 3 կարևոր հանգամանքում։ Այն ամեն տարի անցկացվում է Գյումրիում տարեվերջին, կազմակերպիչների օբյեկտիվությունը երբեք կասկածի տակ չի դրվել եւ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեցտարի միայն աճում է։ Մեր կարծիքով ոչ միայն ինչ որտեղ երբես, ընդհանրապես խորանարդ ակումբի կազմակերպված բոլոր նաև կրթական ծրագրերը ամենակարևորն են, հատկապես այսօր, որտեղ այսօր իրենց ուղղվածությունը ոչ թե ինֆորմացիան է, այլ ստեղծագործ մոտեցումը ինֆորմացիային։ Ինտելեկտուալ փառատոները կարևոր հարթակ են գիտելիքի եւ մտածողության զարգացման համար, ասում են մասնակիցները։ Հսկայական գործ է իրենց կողմից արվում։ Փառք Աստծո, մենք էլ ներգրաված ենք այդ ամեն ինչի մեջ։ Մենք էլ եւ on-line խաղերի ենք մասնակցում եւ off-line մեր թիմերն ունենք եւ ստեղ էլ մեր երկու հավաքական թիմով ենք եկել։ 26-րդ համահայկական ինտելեկտուալ փառատոնը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Գյումրին ոչ միայն մշակութային, այլև ինտելեկտուալ կենտրոն է, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է մրցակցային, արդար եւ զարգացող խաղային միջավայր։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց տեխնոլոգիական հեքեթոն, որը կազմակերպվել է Anonix ընկերության եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։ Մրցութային հատվածը իրականացվում է MFM Soft ընկերության հեղինակային AI Master Challenge ձևաչափով։ Հեքեթոնը համախմբել էր ծրագրավորողների, ինժեներների, տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, ստարտափ թիմերի եւ արհեստական բանականությամբ հետաքրքրված նորարար մտածողությամբ անհատների մեկ նպատակի շուրջ՝
ստեղծել կիրառելի AI լուծումներ իրական մարտահրավերների համար։ Հեկետոնն անցկացվում էր առաջին անգամ մրցույթային թեման այս տարի արհեստական բանականությունն է եւ դրա մարտահրավերները։ Ինչպես կարելի է չվախենալ AI-ից, օգտագործել AI-ի նպաստ, այսպես ասած, իրենց առօրյա խնդիրները լուծելու եւ նաեւ ընթացքում բացացնել խնդիրներ, որոնք առօրյա լուծման կարիք ունեն եւ փորձել նրանց լուծումը գտնել AI-ի միջոցով։ Տեսնելով մասնակիցների մեծ թիվը, հասնում ենք, որ այո, կարիքը շատ է եւ հետաքրքրությունն էլ շատ, այդ մասով անպայման ունենալու ենք հաջորդիվ այլ միջոցառումներ եւ նաեւ AI Master Challenge-ը իր հերթին ուրիշ տեղեր նույնպես ուրիշ ֆորմատներով նույնպես կազմակերպվելու է։ Մասնակիցները թիմերով կամ անհատապես ամբողջ միջոցառման ընթացքում աշխատեցին AI հիմքով լուծումների մշակման վրա վերլուծելով խնդիրներ, առաջարկելով նորարար գաղափարներ եւ ներկայացնելով իրենց լուծումները ժյուրիին։ AI-ը արհեստական բանականությունը դա տեքստ վերադարձնող գործիքներն է, որ սովորաբար մարդիկ օգտագործում են, բայց իրականում ինքը կարա նաեւ որպես մտածող վերևի օղակ լինի շատ գործերում, որտեղ բրաուզերում մարդը ինչ անում է համակարգչի միջոցով, ինտերնետում ինչ գործողություն որ անի, այդ ամեն ինչը հնարավոր է եղել նաև նախկինում ավտոմատացնել, իսկ հիմա արհեստական բանականության եւ այդ ավտոմատացման հիբրիդով իրար գումարելով ստանում ենք նոր տեսակի ուղղություն, երբեմն agentic AI են իրան ասում, այսինքն ագենտներ, որ անում են որոշակի գործողություններ։ Խնդիրները տրված են այդ թեմաներից։ Հեկետոնին ներկային ոլորտի փորձառու մենթորներ, իսկ օրվա ավարտին լավագույն եւ աչքի ընկնող 6 գաղափարները արժանացան դրամական մրցանակների, նախապես պլանավորված $3000 փոխարեն $4000 ֆոնդով։ AI-ը իհարկե, երբ որ ինքը շատ հզորացավ, անսահման ուժ ունենալու։ Դրա համար ի սկզբանե Ազիմովի բոլոր գրքերը բաները հենց այդ մասին է, որ պետքա հաշվի առնել, որ ինքը ինչ-որ մի փուլում այնքան է հզորանալու, որ մարդը ֆիզիկապես չի կարողանալու իրան կառավարի։ Դրա համար մտքի ուժով պետքա կառավարի, այսինքն ի սկզբանե պետքա այնպես դաստիարակենք AI-ին, որ ինքը մեր օգնականը դառնա, ոչ թե մեր սպառնալիքը։ Կարելի է ասել, այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Գյումրին որպես տեխնոլոգիական եւ նորարար կենտրոն դիրքավորելու, ինչպես նաեւ Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը նպաստելու ուղղությամբ։ Շատ կարևոր է այն, որ իրականացվում է Գյումրիում եւ մեկտեղում է հանրապետության տարբեր մարզերից այս ցավի եկած երիտասարդների, որոնք արդեն նախնական փուլն են անցել։ Նշենք, որ մինչ այս ընդունելության փուլին դիմել էին հայտարարությամբ 100-ից ավելի երիտասարդներ, որոնք անցել են առաջին փուլը, այսինքն ունեցել են բավարար գիտելիքներ AI-ի եւ ՏՏ ոլորտի ծրագրավորման մասին։ Հեկետոնը ստեղծում է համագործակցության, փորձի փոխանակման եւ նոր գաղափարների կյանքի կոչման հարթակ, միավորելով կրթությունը, բիզնեսը եւ տեխնոլոգիան։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան այսօր։ Գրքեր, խաղեր ու անակնկալներ։ Այսօր Արևիկ հրատարակչության հյուրերը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն էին ու ազգային ժողովի падգամավորները իրենց բալիկների ու թոռնիկների հետ։ Ստեղծագործական վարպետաց դասեր, հեքիաթներից կերտված տիկնիկների պատրաստում ու ուրախ, երբ որ ամենակարևորն է ուսուցողական ժամանակ օրենքներ ստեղծողների ու փոքրիկների միջև։ Միջոցառումը փոքրիկ հյուրերի համար արժևորվեց հատկապես Ձմեռ պապի անակնկալայցով ու նվերներով։ Նպատակը նա էր, որ երեխաները սովորեն գիրք խնդրել նվեր եւ գիրք նվիրեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ կարծես թե բոլոր նվերների ցանկում գիրքը հաճախ բացակայում էր։ Սա նպատակը նա է, որ падգամավորները երեխաների իրենց թոռնիկների հետ, նաեւ հատուկ կարիքավոր երեխաներ եւս ներառված լինեն, նախ ներառականությունը ապահովելու համար, որպեսզի սովորեն ընկերանալ իրենց նման երեխաների հետ եւ սովորեն գիրք նվիրել եւ գիրք նվիրելու մշակույթը զարգանա։ Քանի որ ամանորն էլ հենց նվերներ տալու լավ առիթ է, մենք սա օգտագործեցինք։
Միջոցառման կազմակերպիչների խոսքով նման նախաձեռնությունները նպատակ ունեն ոչ միայն ստեղծել տոնական տրամադրություն, այլև ապահովել երեխաների սոցիալական ներառականությունն ու ջերմ շփումը։ Սա մի ռազմավարություն է, որ պետական աջակցություն պետք է ունենա եւ շատ կարեւորելով փոքր երեխաներին հենց փոքր տարիքից բերել դեպի գիրքը եւ սա էր բուն ծրագրի նպատակը կազմակերպել այսպիսի մի միջոցառում, որտեղ ազգային ժողովի падգամավորները կլինեն այդ առաջնորդները, որոնց հետևից պետք է շարունակեն պետական կառույցները գնալ եւ հետեւել այս օրինակին։ Մենք այսօր ներառական երեխաներ էլ ունենք եւ սա պարտադիր պայման էր թե մեր կողմից, թե ազգային ժողովի կողմից, որ անպայման ներառական երեխաները եւս մասնակցեն, որովհետեւ իրենք անմասն չպիտի մնան։ Միջոցառմանը մասնակցող падգամավորներն ու հյուրերը կարևորեցին երեխաների մոտ գրքի հանդեպ սեր արթնացնելու նման նախաձեռնությունների շարունակականությունը։ Ինֆորմացիոն այս դարաշրջանում, երբ որ մարդիկ ավելի շատ հնարավորություն են տեսալ լսողական եւ կարճ նյութերի, որտեղ ինֆորմացիոն քան որ շատ է, նախընտրում են ավելի կարճ, ավելի ինֆորմատիվ նյութեր նայել եւ այդ պայմաններում պետք է տարբերակ գտնել գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու, որովհետեւ կարճ նյութերը ինֆորմացիա կարող են փոխանցել, բայց այդ են հետաքրքրությունը եւ այն ունակությունները եւ այն գիտելիքները եւ այն հմտությունները չի փոխանցելու երեխաներին, ինչ կարա փոխանցի գիրքը։ Ես դարաշերունդը կասեր ես հին մարդ եմ, որովհետև ես սիրում եմ իսկական գիրք կարդալ, հա ոչ թե էլեկտրոնային տարբերակով, այլ սիրում եմ էջերը թերթել, մատիտով ինչ-որ նշումներ անել, եւ երբ որ իմացա, որ միջոցառումը հենց գրախանութ սրճարան միջավայրում է անցնելու, մի անգամ համաձայնվեցի, որովհետև ինձ համար հենց այդ գրախանութի միջավայրը, գրքերի միջավայրը, գրադարանային միջավայրը շատ հոգեարազատ է, իմ ամբողջ մանկությունը անցել է գրքեր կարդալով, ուրախություն պետք է ասեմ, որ արդեն իմ երեխաներն են նախընտրում հենց թղթե տարբերակով գիրք կարդալը։ Դրա համար այսօր իրենց հետ եմ։ Շատ սիրում եմ երեխաների համար կարդամ սարսափ տիպի, որ երեխաները վախենան։ Այսպիսի հեքիաթներ եմ ես շատ սիրում երեխաների համար։ Եթե չափն էլ քիչ ալնում, ես հորինում եմ ու Մարիամին այդպիսի հեքիաթներ եմ պատմում։ Սարսափ, որ ասենք ինչ-որ հրեշ կամ բարմալի գալիս է ուզում է երեխաներին ուտի, բռնի, տանի բանտ գցի ու հենց երեխաները ինչ-որ մի բան ճիշտ են անում, այդ չարերը պարտվում են, որ երեխաները պատրաստ լինեն կյանքին։ Երեխաների համար այսօրը հիշարժան կլինի ոչ միայն ստացած նվերներով, այլև ստեղծագործելու ու տոնն ընկերների հետ կիսելու հնարավորությամբ։ Ես շատ սպասում էի ձմեռապատիկին։ Ես չէի սպասում, որ այսօր տոնական շոու լինելու։ Ես եմ գիրք կարդալ։ Ազատ ժամանակից որոշ մասը ծախսում եմ գիրք կարդալու վրա։ Ես սիրում նոր տարին, որովհետև շատ կախարդական օր է։ Երազանքներ են կատարվում։ Ես գիտի, որ մամաս իմ համար է անում ու ես միշտ ստարտում ինչ-որ տաք զգաց, ինչ-որ տաքություն, լավ ուրախություն։ Կիսերները քնում եմ, պատմում եմ պապաները, մամաները։ Կարդում են գիրք։ Ամանորյա այս միջոցառումը, որը կազմակերպվել էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությամբ, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ երեխաների համար ուշադրությունն ու հոգատարությունը նոր տարվա տոնին ամենաթանկ նվերներն են։ Դպրոց տանող ավտոբուսին դեռ ժամանակ կա ու Հենրին անշտապ պատրաստվում է։ Այգեստանի միջնակարգի երկրորդ դասարանի աշակերտ է։ Հազիվ էր սովորել դպրոցի ճանապարհը, երբ որոշում կայացվեց աշակերտներին ժամանակավոր տեղափոխել հարևան գյուղ։ Ես սպասում եմ, թե դպրոցս երբ եմ վերջացնելու։ Այսպես ամեն օր հին դպրոցի մոտ սպասում են ավտոբուսները։ Երկրորդ հերթով են դասերն անում։ Սկզբում անսովոր էր գյուղում ապրողի համար տրանսպորտով անցնել դպրոցի ճամփան։ Հիմա արդեն սովորել են։ Նրանց հատկացված ավտոբուսներով 6 կիլոմետր են կտրում հարևան Մրգաբանի դպրոց հասնելու համար։ Հեշտ չէ, գիտեն, ժամանակավոր է։ Մի քանի ամիս է Այգեստանի հին դպրոցի տեղում նորն է կառուցվում։ 65 տարի գյուղի երեխաները միջնակարգ կրթությունը ստացել են մի կառույցում, որտեղ երբեք հիմնանորոգում չի արվել։
Փոխվել էին միայն պատուհանները, տեղում նռատ եղանակին մշտապես կաթոցներ, քայքայվող պատեր, փայտե մաշված հատակ, որ արդեն կոտրվում էր քայլելիս, հին ու անհրապույր դասարաններ։ Դպրոցի շենքը, որը ապամոնտաժվել է վերջերս, ոչ մի ժամանակակից նորմերին չէր համապատասխանում, ուստի կառուցվեց երկաթբետոնե կարկասով շենք, որը լիարժեք համապատասխանում է նոր նորմերին։ Նորը տիպային եռահարկ երկաթբետոնե կառույց է 2 մասնաշենքով։ Զուգահեռ աշխատանքներ են ընթանում նաև դպրոցի ներսում։ Գործի զգալի մասն արել են։ Մի քանի ամիս անց շահագործման կհանձնեն։ Ճարտարապետական գրավիչ տեսք ունեցող կառույցի կարևոր առանձնահատկությունը ամրությունն է։ Ունենք ընդարձակ ժապավենային հիմքեր, որոնք խորանում են մինչև 4 մետր։ Սեյսմակայունությունը լինելու է լիարժեք բավարար բոլոր ժամանակակից նորմերին, այսինքն մինչև 12 բալ երկրաշարժին դիմացող շինություն է լինելու։ Տիպային դպրոցը կառուցվում է պետական միջոցներով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Կառավարությունը մոտ 2 միլիարդ 400 միլիոն դրամ կծախսի, որ Այգեստանն ունենա նոր ու ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց։ 430-ից ավելի երեխայի համար է նախատեսված։ Կունենան ընդարձակ ու լուսավոր դասարաններ, անհրաժեշտ գույքով կահավորված լաբորատորիաներ։ Վերջապես ֆիզկուլտուրայի դասաժամերը նոր մարզադահլիճում կանեն։ Մի մարզադաշտ էլ Բաքում կունենան։ Ինձ համար երազանքի դպրոց ունենալը այսօր արդեն իրատեսական է, որովհետև այն ինչ որ մտքով ես ստեղծել եմ դեռ շատ վաղուց, երբ այդ դպրոց եմ հաճախել որպես աշակերտ, այսօր որպես դպրոցի տնօրեն մեծ պատվով պիտի ընդունեմ այն պատասխանատու աշխատանքը, որ պիտի կատարվի նոր դպրոցում։ Բացի Այգեստանից նմանօրինակ դպրոցներ են կառուցվում նաև Արարատի մարզի 10 գյուղում, եւս 3-ը նորոգվում են, 4-ն արդեն շահագործման են հանձնել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկին Ֆլորիդայում շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո հրաժարվել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի հստակ վերջնաժամկետ նշել, սակայն արձանագրել են բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Մենք հրաշալի հանդիպում ունեցանք, բազմաթիվ հարցեր քննարկեցինք, կարելի է ասել անդրադարձել ենք հարցերի 95%-ին, մենք մեծ առաջընթաց ենք գրանցել պատերազմն ավարտելու հարցում։ Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հանդիպման համար, արձանագրել վերջին շաբաթներին ամերիկյան եւ ուկրաինական թիմերի գրանցած առաջընթացը։ Զելենսկու խոսքով անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերը լուծվել են։ Մենք քննարկեցինք խաղաղության փաստաթղթի բոլոր կետերը եւ մեծ ձեռքբերումներ ունենք։ 20 կետից բաղկացած ծրագիրը 90%-ով համաձայնեցված է, իսկ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցերը 100%-ով համաձայնեցված են։ Գրեթե համաձայնեցված են նաեւ ԱՄՆ, Եվրոպա, Ուկրաինա անվտանգության երաշխիքները։ Միևնույն ժամանակ դեռևս կան խնդրահարույց կետեր, դրանցից մեկը տարածքների հարցն է։ Դոնբասի 90%-ը Զապորոժիայի եւ Խերսոնի մարզերի 75%-ը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Մոսկվան ցանկանում է, որ ուկրաինական զորքերը հետ քաշվեն Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ գտնվում են Կիևի վերահսկողության տակ։ Ըստ Ուկրաինայի այդ հատվածը կարող է վերածվել ազատ տնտեսական գոտու։ Այս հարցի շուրջ ըստ Թրամփի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այդ հարցը լուծված չէ, բայց լուծումն ավելի է մոտենում։ Սա շատ բարդ հարց է, բայց կարծում եմ մենք այն կլուծենք։ 1 կամ 2 շատ խնդրահարույց, շատ բարդ հարցեր կան, բայց կարծում եմ մենք առաջ ենք ընթանում։ Սա 1 օրում կնքվող համաձայնագիր չէ։ Իր հերթին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիրը դնել հանրաքվեի, սակայն դրա համար նախ հրադադար է հարկավոր։ Հանրաքվեի անցկացումը տարբերակներից ընդամենը մեկն է։ Հանրաքվեի կարող է դրվել ինչպես ամբողջ ծրագիրը, այնպես էլ առանձին դրույթներ։ Հնարավոր է օգտագործել նաև խորհրդանում քվեարկության հնարավորությունը։ Եթե այս ծրագիրը ոչ միանշանակ լինի մեր հասարակության համար, իհարկե հենց հասարակությունը պետք է որոշում կայացնի, որովհետև դա ուկրաինացիների հողն է, դա մեկ մարդու հողը չէ։ Զելենսկու հետ բանակցություններից առաջ Թրամփը 1 ժամից ավելի հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ԱՄՆ նախագահի Ռուսաստանը ցանկանում է օգնել։ Ռուսաստանը կօգնի, Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան հաջողության հասնի։ Դա մի քիչ տարօրինակ է։ Թրամփի խոսքով Պուտինը պատրաստ է Ուկրաինային էներգիա մատակարարել շատ ցածր գնով։ Ինչ վերաբերում է Ուկրաինայում հանրաքվե անցկացնելու համար հրադադարի հաստատմանը, Թրամփը նշել է, որ դա տեղի չի ունենա, քանի որ ռուսական կողմը ճիշտ չի համարում ռազմական գործողությունները դադարեցնելը, այնուհետև հնարավոր է նորից սկսելը։ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ այս թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներն ընդհանուր առմամբ նման տեսակետներ ունեն ուկրաինացիների եւ եվրոպացիների առաջարկած ժամանակավոր հրադադարը հանրաքվեի նախապատրաստման կամ այլ պատրվակներով միայն կձգձգի հակամարտությունը եւ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ է պարունակում։ Դրանց վերջնական դադարեցման համար նախ առաջարկավոր է, որ Կիևը կայացնի համարձակ պատասխանատու քաղաքական որոշում։ Հաշվի առնելով առաջնագծում զարգացող իրավիճակը ուկրաինական վարչակազմը լավ կանի Դոնբասի վերաբերյալ որոշում կայացնի առանց հապաղելու։ Թրամփը եւ Զելենսկին հանդիպումից հետո շուրջ 1 ժամ զրուցել են նաեւ եվրոպացի ղեկավարների ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Եվրահանձնաժողովի նախագահի հետ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով Եվրոպան ողջունում է բանակցություններում ձեռք բերված լավ առաջընթացը եւ պատրաստ է շարունակել աշխատել ուկրաինացի եւ ամերիկացի գործընկերների հետ այդ առաջընթացն ամրապնդելու ուղղությամբ։ Այս ջանքերում գլխավորը պետք է լինեն երկաթի նման ամուր երաշխիքներն առաջին իսկ օրվանից, նշել է նա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցից հետո եւս հայտնել որ անվտանգության երաշխիքներն առանցքային նշանակություն կունենան արդար եւ տևական խաղաղության համար։ Մակրոնի խոսքով կամեցողների կոալիցիայի անդամները հունվարի սկզբին կվերջնականացնեն յուրաքանչյուր երկրի հստակ ներդրումն այս հարցում։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն իր հերթին նշել է, որ քննարկվել են պատերազմը դադարեցնելու կոնկրետ քայլեր։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին էլ հայտարարել է, Ուկրաինայի հարցով բանակցություններն առաջ են շարժվել, սակայն բաց հարցեր դեռ մնում են։ Ամանորի ավանդույթն այս տարի էլ չխախտեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նվերներով ու քաղցրավենիքով լի շուրջ 5000 տոպրակներ օրերս ուղևորվեցին դեպի Սյունիքի մարզի տարբեր բնակավայրեր։ 4000-ը նախատեսված էր Քաջարանի ու Կապանի երեխաների համար, մի մասն էլ Տաթև համայնքի սահմանամերձ Խոտ բնակավայր ճանապարհվեց։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արմեն Խաչատրյանն է հատուկ մայրաքաղաքից Խոտ հասել, որ անձամբ հանձնի հանքարդյունաբերական ձեռնարկության տոպրակները փոքրիկներին։ Տոպրակը բերես ջումեր պաղոր։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, ինչի համար շնորհակալ եմ, ուղղակի երեխաներին Խոտ գյուղի ամանորյա նվեր ենք տալիս, պետք է ասեմ, որ ամանորյա նվերները շատ խորհրդանշական են, երեխաները տարվա մեջ շատ նվերներ են ստանում, բայց գուցե չեն հիշում, բայց ամանորի նվերը ամբողջ կյանքում նրանք հիշում են եւ սպասում են դրան։ 5 մատի պես ճանաչում է Գորիսի տարածաշրջանը Սյունեցի падգամավորը, նիստուկացին մարդկանց բնավորությանը քաջատեղյակ է։ Շատ աշխատասեր ժողովուրդ են եւ դա ակնհայտ է, երևում է։ Մի հատ վիճակագրություն ներկայացնեմ, որից պարզ է դառնում արդեն Խոտ գյուղի մասին մեր պատկերացումները։ Խոտ գյուղից արտագաղթ գրեթե չկա, ընդհակառակ այս տարիների ընթացքում Խոտ գյուղում բնակչության թիվը ավելացել է, թեև քիչ, բայց ավելացել է։ Պետական ծրագրերից կարևորագույնն եմ համարում 16 միլիոն բնակարանաշինության ծրագիրը եւ գյուղում, եթե չեմ սխալվում, 20-ից ավել տուն է կառուցվել այդ ծրագրով, եւս 70 մարդ երթագրվել է եւ պատրաստ է կառուցել այստեղ տուն։ Ժողովուրդը զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Որոտանի ձախափին գտնվող Խոտը Տաթև համայնքի սահմանամերձ բնակավայրերից է։ Այստեղ առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել երեխաներին, զարգացնել ենթակառուցվածքները, ասում է падգամավորը։ Ուղղակի պետք է ենթակառուցվածքներից եւ ուսումնական հնարավորություններից սկսած ամեն ինչը ստեղծել ես երեխաների եւ բնակչության համար, որպեսզի մեր գյուղերը զարգացնենք։ Մենք այստեղ ունենք ոչ թե Խոտ գյուղում, այլ մնացած գյուղերում դեմոգրաֆիկ խնդիր ունենք, բնակչության աճի խնդիր ունենք եւ կարծում եմ 16 միլիոնի ծրագիրը եթե շարունակվի եւ պետք է շարունակվի, այդ խնդրի հիմնական լուծումը այստեղ եմ տեսնում։ Քարահունջից Խոտ հարս եկած տիկին Սիրուշը 6 երեխա է Գերդաստանին պարգևել։ Զույգերից մեկի հետ էր եկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Ամանորի տոպրակի հետևից։ Զույգերի թայի հիվանդ է, դրա համար չեմ բերի։ Շատ լավ է։ Ուրախ եք, ձեզանից էլ եք շնորհակալ, որ երեխաներին շատ եք ուրախացնում։ Սա ինձ ավելի լավ է կանչել Քարահունջը։ Շատ լավ է, տոնական են, անընդհատ երեխաների հանդեպ ուշադրությունը, թե որպես սահմանամերձ, թե ամեն կերպ, շատ գոհ են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տոպրակների հաջորդ խումբը հասավ Խոտի միջնակարգ դպրոցի աշակերտներին։ Հաստատություն 175 երեխա է հաճախում, նրանք այս օրերին արձակուրդն են վայելում, բայց կիլոմետրեր կտրած նվերների համար կրթօջախի դռները բացել ու դիմավորում են երգ ու պարով։
Արդեն 4-րդ տոպրակն եմ ստանում։ Ըստ ինձ մեր գյուղի երեխաները հետաքրքիր են։ Նրանք միշտ երազում են, որ լինեն խաղահրապարակ, որ իրենք խաղան ու այդպես իրենց կյանքը ավելի հետաքրքրում։ Ցանկանում եմ առողջինել ու աշխատեն իրենց գյուղը լավ պահեն։ Գյուղում ֆուտբոլ խաղալու տեղը կա, բայց լավ վիճակում չի գտնվում։ Երազանքներ ունեմ, որ դառնամ ֆուտբոլիստ, վրատար։ Ուզում եմ գնամ Խոտ գյուղի անունից ուրիշ տեղ ֆուտբոլ խաղամ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ոչ պակաս հանդիսավորությամբ հյուրերին դիմավորեցին նաև տեղ բնակավայրում։ Այստեղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տոպրակները բաժին հասան նուհի մանուկներին։ Տարեվերջյան հանդես, ձմեռ պապ, ձյունանուշ, մուլտհերոսներ, գեղարվեստական կատարումներ։ Տեղի մանկապարտեզում հպարտանում են երեխաների թվով, հասցնում սպասարկել նաև հարակից գյուղերը։ Այս պահին փառքած ունեմ 110 երեխա, դեռ էլի կշատանան։ Խոշորացված համայնքի արավուսից այստեղ գալիս, մյուս բնակավայրերում մենք առանձին խմբեր ունենք, որը պատկանում է նաև մեր մանկապարտեզին, այսինքն մենք խոշոր մանկապարտեզն ենք, իսկ իրանք մեր մասնաճյուղերն են։ Սահմանամերձ տեղում 2025-ն ավարտվում է ժպիտներով, 26-ից էլ ակնկալվում միմիայն խաղաղ երկինք։ Շնորհավորում եմ գալիք տարին, ցանկանում եմ, որ առողջություն, այո, խաղաղություն լինի, որովհետև մենք այս երեխաներով, մանուկներով, մենք նրանց ժպիտներով ենք ապրում։ Ցանկանում եմ, որ խաղաղության տարի լինի, բարգավաճենք, ապրենք, այո, մենք կանգնել ենք, մենք պիտի հզորացնենք մեր համայնքը պետք է առանձնանա բոլոր համայնքներից, իր ամեն կազմակերպած ամեն ինչով։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Գավառի մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրով Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում մանկական խաղահրապարակ եւ ֆուտբոլի խաղադաշտ է կառուցվել։ Ծրագրերը նախաձեռնել եւ մշակել է Գավառ քաղաքի բնակիչ Լենա Գոհարյանը։ Դրանք քվեարկության փախտող են ճանաչվել եւ արդեն իրագործված են։ Այստեղ միշտ երեխայը շատ էր լինում, երեխաները այս տարածքը շատ էին սիրում ու նաև ինքը ծնողների կողմից հեշտ վերահսկվող տարածք է, դրա համար միշտ մարդաշատ էր լինում։ Ես էլ որպես մայրիկ մտածեցի, որ օգտվելով կառավարության եւ նաև համայնքի ընձեռնած հնարավորությունից կարելի է դիմել մասնակցային բյուջետավորմանը եւ ունենալ այսպիսի գեղեցիկ տարածք։ Շատ լավ բան աստացե, ամառը մենք էլ կնստենք, ուրախանանք, զբաղվենք։ Մեր հանգիստը կտեսնենք, փակ տարածք է, արդեն փողոցում չեն լինի, շատ լավ կլինի երեխաների համար։ Տիկին Կարինեն այս ծրագրերին կողմ քվեարկած բնակիչներից մեկն է։ Նրա կարծիքով մասնակցային բյուջետավորումը լավ հնարավորություն է բնակիչների կարիքները բարձրաձայնելու եւ լուծումներ տալու համար։ Սա լավագույն օրինակն է թիմ համայնքի բնակիչ եւ քաղաքասարակության կառույց համագործակցության, որը Գավառի համայնքապետարանը լավագույնս կյանքի կոչեց։ Մանկական խաղահրապարակի ու ֆուտբոլի դաշտի կառուցմամբ ողջևորված եւ ուրախացած են նաեւ երեխաները։ Նրանք արդեն իրենց ժամանակը ավելի հագեցած ու անվտանգ են անցկացնում։ Ես ապրում եմ այս խաղահրապարակի կողքի շենքում։ Երեխաները ուրախացել են, որ այս խաղահրապարակը կառուցվել է։ Մենք իջնում ենք, զրուցում ենք, խաղում ենք, մեր ժամանակը լավ անցկացնում ենք։ Նախագիծը կյանքի է կոչվել համայնք կառավարություն համատեղ ֆինանսավորմամբ։ Մանկական խաղահրապարակն արժեցել է 21 միլիոն դրամ, իսկ ֆուտբոլի դաշտը 14 միլիոն 140 հազար դրամ։ Երկու ծրագրերի արժեքների 56.65%-ը տրամադրվել է համայնքի, 43.35%-ը պետական բյուջեից։ Խաղահրապարակների կառուցման նախաձեռնությունը համայնքի բնակիչներինն է եւ սա լավագույն օրինակն է ցույց տալու, որ ցանկացած խնդիր, որ բարձրաձայնում է բնակիչները, անպայման ստանում է իր լուծումը։ Շատ կարևոր է մտահոգվել, մտածել այս տարածքի պահպանության մասին, ուստի կոչ եմ անում համայնքի բոլոր բնակիչներին, այս տարածքում ապրող բոլոր մարդկանց, որպեսզի իրենց ուսերին վերցնեն տարածքի պահպանության հարցը։ Համայնքապետարանի մասնակցային բյուջետավորում ծրագրի համակարգողը նաև տեղեկացնում է, որ գործընթացը շարունակական է եւ 2026 թվականին եւս այս սկզբունքով համայնքի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են կյանքի կոչվելու։
Սևանալիճը կենդանի համակարգ է եւ ցանկացած սխալ միջամտություն կարող է թողնել խորքային եւ երկարաժամկետ հետևանքներ։ Պետության դիրքորոշումն այստեղ հստակ է ու աներկբա։ Ջրային ռեսուրսների եւ կենդանական աշխարհի պահպանությունը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ դրանց պաշտպանության ուղղված քայլերը խիստ իրավաչափ եւ հետեւողական։ Այս իրողության գիտակցմամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է ձկնագողության դեմ պայքարը։ Ձկան արգելման ժամանակահատվածում շարունակում է ջրային պարեկների վաշտի ուժեղացված ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են ապօրինի ձկնորսության բազմաթիվ դեպքեր։ Մասնավորապես Սևանա լճի վրա ապօրինի ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ, որոնք իրենց ձկնորսական նավակներով, ձկնորսական ցանցերով, ձկնորսական նավակի շարժիչներով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության բաժիններ։ Թեև Սևանա լճում Սիգի արդյունագործական որսի արգելքից առաջ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, այդուհանդերձ պարեկային ծառայողները շարունակում են ձկնագողության դեպքեր բացահայտել, նշում է ջրային պարեկների վաշտի առաջին դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանը։ Հիմնականում ձկնագողության դեպքերը այս ժամանակահատվածում իրականացվում են գիշերային ժամերին եւ ջրային պարեկային վաշտը իր ծառայությունը իրականացնում է նաեւ գիշերային ժամերին, թե ջրային հատվածներում, թե ափամերձ տարածքներում։ Ոստիկանության գործողությունները միտված են ոչ միայն խախտումների բացահայտմանը, այլ նաև կանխարգելմանը հստակ ուղերձով, որ էկոհամակարգի խաթարման հաշվին որևէ շահ արդարացված չէ։ Սիգի ձկան որսը արգելված է եւ մինչեւ 2026 թվականի փետրվարի 1-ը ջրային պարեկների վաշտը շարունակել է ուժեղացված ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում մենք ակտիվորեն համագործակցում ենք նաեւ էկոպարեկային ծառայության, բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ։ Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը հայտնաբերել եւ արգելավել է ապօրինի որսած 1000 կիլոգրամից ավելի 2613 զուկ։ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ հայտնաբերել եւ արգելավել են նաեւ 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ եւ թիեր։ Հիշեցնենք, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն։ Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետության, հասարակության եւ յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքն ու հանձնառությունը պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունն այսօր ապագայի համար։